Առաջինը, ձեր իշխանության ժամանակ երբևէ ունեցել եք տարաձայնություններ վեհափարի հետ եւ եղել է ցանկություն, որ մեկ ուրիշը դառնա ամենայն հայոց կաթողիկոս։ Եթե եղել են տարաձայնություններ, ինչպես են հարթվել, խնդրում եմ ասեք։ Եվ երկրորդը, անդրադարձ կատարեցիք դատական համակարգին, բայց հիմա հնչեցնեմ այս հարցը։ Տեսնում եք, թե ինչ վիճակի է հասել դատական համակարգը, դատավորները ահաբեկված են, որոշները դարձել են իշխանության կամակատարները, չնայած որ իշխանությունը կարծես նրանց անկախության եւ կոռուպցիայից զերծ պահելու համար լավ վճարում է, 3 անգամ կարծես բարձրացրել է աշխատավարձերը, ինչ լուծում եք տեսնում նախորդ ժամանակահատվածից նաեւ ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ անմիջականորեն առնչվել եք, ենթարկվել հետապնդումների, ինչ պետք է անել, ինչ եք անելու դուք, ինչի սպասեն դատավորները ձեր ընտրվելու դեպքում։ Դատական համակարգից սկսեմ, այնինչ ես ասացի, թե ոնց եմ տեսնում դատական համակարգի անկախության ապահովումը, ենթադրում եմ, որ յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող դատավորը երազում է այդպիսի համակարգ ունենալու համար, որ ինքը մեկ մարդու քմաչուկից կախված չլինի։ Սա իսկապես ռեալ առաջարկ է եւ համարում եմ, որ իրատեսական է եւ նաեւ մեր նախընտրական ծրագրում դա անպայման մենք ներենք առելու այդ մոտեցումը։ Չգիտեմ նույնիսկ ինչ ավելացնել, որովհետեւ կրկնում եմ, դատավորի համար ամենից մեծ եւ ամենից կարևոր հանգամանքը իր անկախությունն է։ Հիմա ինչ վերաբերում է վեհապարի հետ հարաբերություններին, բարբերաբար հանդիպել ենք վեհապարի հետ իմ նախագահության ժամանակ, որևէ միտք փոխել, ինչ-որ մտնել պատմությունների մեջ, ոչ թե չի եղել, նույնիսկ եթե մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի հոգեկան հիվանդ է, հարց տվող է, ես կասեի հոգեկան հիվանդ է այդ մարդը։ Անիմաստ, իմ ժամանակ ամենից մեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում։ Եթե հիշում եք, դա վեհապարի շնորհիվ ինքը կարողացել է եւ ֆինանսական ինչ-որ միջոցներ հայտարարել եւ բավական եկեղեցիներ կառուցվել այն ժամանակ, բարբերաբար քննարկել ենք, բայց երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության ինչ-որ բան ձևավորել, մթնոլորտ, երբեք չի եղել։ Հակառակը, միշտ ասում է ինչա պետք, ինչով կարակ օգնենք։ Ես ինքս հորդորում էի, որ այսքան նոր եկեղեցիները լավա որ անում եք, բացի մեր պատմական եկեղեցիների վրա մի քիչ ավելի մեծ ուշադրություն դարձրեք, նաև այդ ռեստորացիայի բանի տեսանկյունից, այդ կարգի խոսակցություններ են եղել։ Ինձ համար մեր տարածաշրջանում փոքր երկրի համար, փոքր ժողովրդի համար ազգային ինքնությունը դա այն ցեմենտն է, որը այդ պետականությունը ամուր է պահում։ Եթե ուզում ես այդ պետականությունը քանդվի, ուրեմն ինքնությունը թույլատրու։ Սա իմ մոտ sense աքսիոմատիկ ինչ-որ բան է, էլի մոտեցում է, եւ ես այդ մոտեցում ունենալով չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորել եկեղեցու հետ։ Չի եղել որևէ տարաձայնություն։